Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդման ժամն է։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևոր նորհասականը, որը չի վրիպել մեր ուշադրությունից։ Իսկ ձեզ առաջարկում ենք շարունակել բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ամենակարևորը բաց չթողնելու համար։ Նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու մասնակցելու կլոր սեղան քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարթերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 միլիոն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Այն չզեկուցվող հարցերի օրակարգում է։ Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ եւ ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան մասնակցելու քաղաքասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև շրջաններ։ Անդրադառնալով հայ փորձագետների Բաքու սպասվող այցին, Մամեդովը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը շարունակվում է։ Այդ երկրի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Սևանի նկատմամբ հավակնություններ են ներկայացվում։ Տեսանյութում հաղորդավարուհին հայտարարում է. Այս հողերը պատմականորեն եւ շատ վաղուց պատկանում են Ադրբեջանին, նշելով Սևանա լիճը որպես գյոյչա եւ նրա շուրջը գտնվող Սևանի շրջանը կրկին գյոյչա բնագրով։ Սանիտարական պայմանների, հիգիենայի եւ մաքուր ջրի անբավարար հասանելիությունը տարեկան 1.4 միլիոն մարդու կյանք է խլում։ Հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, պետություններին կոչ անելով ներդրումներ կատարել այդ ոլորտում։ Կազմակերպությունը իր կայքում հրապարակած հայտարարության մեջ ընդգծել է, որ անվտանգ սանիտարական պայմանները հիմնարար նշանակություն ունեն մարդու առողջության եւ արժանապատվության համար։ Ամեն տարի 1.4 միլիոն մարդ մահանում է ջրի, սանիտարական պայմանների եւ հիգիենայի անբավարար հասանելիության պատճառով։ Նշել է կազմակերպությունը, երկրներին կոչ անելով ներդրումներ անել ապագայի պահանջներին համապատասխանող միջավայրի համար եւ ապահովել, որ ամեն մարդ, որտեղ է լինի, անվտանգ սանիտարական պայմանների հույս ունենա։ Դոկուսակցությունը հայտարարություն է տարածել։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո հարթակներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այսօր փողով կենաց են խմում, TikTok-ում բաթլներ խաղում եւ ձևացնում, թե քաղաքական դիրքորոշում ունեն։ Այդ նույն մարդիկ եւ Վարդան Ղուկասյան ազատության մեջ հերթ էին կանգնում նրա հետ հարցազրույց անելու համար, միայն իրենց անունը գովազդելու նպատակով։ Այսօր այդ քաջերը միավորվել են տարբեր կեղտոտ էջերի տակ եւ մեկ ճակատով փորձում են գրոհել Վարդան Ղուկասյանի աջակիցների եւ կուսակցության վրա։ Բայց դուք դեռ չհասկացաք, որ ձեր այդ զարագիրը ոչ մի ազդեցություն չի ունենում մեր գործունեության վրա։ Մենք հասկանում ենք, դուք ծանր եք տանում մեր միասնականությունը։ Ավելի ծանր եք տանում այն, որ Վարդան Ղուկասյանը շարունակում է վայելել ժողովրդի անկեղծ սերն ու հարգանքը։ Այդ սերն այնքան մեծ է, որ ձեր հարձակումները չեն կարող ազդել մեր ընթացքի վրա։ Միշտ դուք զբաղված եք արհեստական աղմուկով, մեր շարքերը օրեցօր աճում են, իսկ ձեր վրա կուտակվում են միայն նոր քրեական գործեր։ Եթե դուք ձեր PR անելու համար պարզապես կուսակցության անունը հիշատակեիք, գուցե մենք էլ ձայն չհանենք, բայց երբ անցնում եք սահմանը ու փորձում եք վիրավորել մեր աջակիցներին, նրանց կարծիքի կամ քաղաքական հայացքի համար, դա մենք անտեսել չենք կարող։ Մենք ունենք մեր ձևով պատասխանելու եղանակը։ Մենք պաշտպանում ենք մեր յուրաքանչյուր աջակցի, եւ եթե նույնիսկ մեկ մարդ ունեղացնեք, ապա ստիպված կլինեք վայելել մեր եփած բորշը։ Մենք նաեւ շատ լավ գիտենք, թե ովքեր են ձեր ետևում կանգնած։ Մարդիկ, որոնց համար արժեքը միայն նյութական պահանջմունքն է։ Նրանց գնելը միշտ էլ հեշտ է եղել, բայց նյութականին վրա կառուցված խաղերը երկար կյանք չունեն։ Շարունակեք ձեր հարձակումները, ամեն նոր հարձակում ձեզ ավելի է բացահայտում, իսկ մեզ ավելի ամրապնդում։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ հենց դա է ձեզ ամենից շատ վախեցնում, հայտարարել են դոկուսակցությունից։ Կուպյան Սուզլովայի շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Մարտեր են ընթանում Դոնեցկի Կոստանտինովկայի ներսում։ Զինվորականների հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նշել է, որ կասկած չունի, որ ռուս զինվորականները կկատարեն իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Նա ընդգծել է, որ պատերազմի դաշտում բոլոր խնդիրները լուծված են եւ շնորհակալություն է հայտնել հրամանատարին եւ խմբավորման ողջ անձնակազմին։ Չեմ կասկածում, որ այն ամեն ինչի մասին նախկինում խոսել ենք ձեզ հետ եւ ինչի մասին այսօր կխոսենք կկատարվի, ինչպես եւ պայմանավորվել ենք։ Ինչ
խնդիրներ, որ դրել է գլխավոր շտաբը։ Ասել է նա. Պուտինը նշել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը եւ գերի հանձնվել։ Քաղաքական ղեկավարություն չկա Ուկրաինայում։ Դա հանցավոր խմբավորում է։ Բոլորի համար հասկանալի է, որ Ուկրաինայի իշխանությունները ոսկե կաթսաների վրա նստած դժվար թե մտածեն իրենց երկրի ճակատագրի մասին։ Նրանք դրա ժամանակը չունեն, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ Պուտինը այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, գլխավոր օպերատիվ արչության, արևմուտք եւ հարավ խմբավորումների հրամանատարների հետ։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ 6-ամյա դաշնակահար հրաշամանուկ Ալեքսան Խաչատուրյանը Լոս Անջելեսի Good Day Show-ում մեծ ժողովրդականություն է վայելել։ Ալեքը գալահամերգին իր ելույթից առաջ ուղիղ եթերում կատարել է Բախի դո մինոր նախերգանքը։ Ասում են, նա սկսել է դաշնամուր նվագել նույնիսկ քայլեր սովորելուց առաջ։ 4 տարեկանում արդեն լիովին կատարում էր դասական գործեր եւ այս տարվա սկզբին նա դարձավ ամենաերիտասարդ կատարողը, որ երբևէ ելույթ է ունեցել Քարնեգի հոլում։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։